Մենք շատ հետաքրքիր բանախոս ունենք Արմեն Գուրնազյան, հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի գործադիր տնօրենը, շնորհակալություն, դուք առաջին անգամ եք մեր ակումբի հյուրը, եւ կարծում եմ, որ Տիկին Գուրնազյանի ներկայացրած թվերը շատ հարցերի պատասխան կտան եւ գուցե նաեւ շատ մեծ հարցերի առաջացնեն, սիրով Քանի որ իմ գործընկերների կողմից արդեն բավական ծավալուն ինֆորմացիա տրվեց, ապա ես կկատարեմ ինչ-որ չափով ամփոփում միտումների։ Նախ պետք է հասկանանք, թե նախ կարևոր է հասկանալ, թե ինչպիսի միտումներ ունեն տնտեսական ցուցանիշները եւ քանի որ արդեն որոշակիորեն ամփոփվել են հունվար-նոյեմբեր ամիս 2022 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ցուցանիշները տնտեսական ակտիվության առումով, ապա այստեղ կարող ենք նշել մի քանի ուղղություններ, ըստ դրա էլ նաև հարկային մուտքերի մասով էլ երևում են, թե ինչպիսի միտումներ են եղել։ Այսպես, ինչպես արդեն իմ գործընկերների կողմից նույնպես նշվեց, արդյունաբերության ոլորտի աճը եղել է ընդամենը 2%, ինչն էլ արտացոլվել է հարկային մուտքերի առումով, որը այնքան զգալի չի եղել։ Մյուս կողմից առևտրի շրջանառության եւ ծառայությունների ոլորտում բավականին աճ է գրանցվել, այդպես առևտրի շրջանառության մասով եղել է 24%-ի աճ, իսկ ծառայությունների ոլորտում 11%-ի աճ։ Եվ այստեղ իհարկե ֆակտորներից մեկը եղել է նաեւ ռուս-ուկրաինական կոնֆլիկտը, որի հետևանքով էլ այս առևտրի եւ ծառայությունների ոլորտը բավական դրական տեղաշարժ է ունեցել։ Սակայն այս առումով պետք է հաշվի առնել, որ այս աճի միտումները գնալով նվազելու են, քանի որ այսպիսի բուրըն կերպով, այդ ռուսների հոսքը Հայաստան արդեն մի փոքր ավելի փոքր մասշտաբների է լինելու։ Եվ մյուս կարևոր ոլորտներից մեկը եղել է շինարարության ոլորտը, որտեղ գրանցվել է 15%-ի աճ։ Այստեղ պետք է նշել, որ շինարարական ոլորտի աճի միտումը համաչափորեն չի արտացոլվել հարկային եկամուտների մեծության մասով, այսինքն եթե այստեղ մենք տեսնում ենք մոտավորապես 15%-ի աճ, ապա հարկային մուտքերի մասով գրանցվել է ընդամենը 10%-ի աճ։ Այն դեպքում, երբ որ շինարարության ոլորտը ընդհանուր առմամբ ինքը համարվում է, որ ունի մուլտիպլիկացիոն էֆեկտ, այսինքն ընդհակառակը հարկային մուտքերի մեծության առումով նա պետք է բերել էլ ավելի մեծ ցուցանիշի։ Եվ այստեղ պետք է արձանագրել, որ երևի թե առկա է հարկային վարչահարության որոշակի խնդիր, եւ այս առումով կարծում եմ կառավարությունը եւս այս խնդիրը հասկանում է եւ որոշակիորեն խստացրել է այս ոլորտի հետ կապված վարչահարությունը, Այստեղ պետք է նշել, որ բանկային ոլորտի ընկերությունները, ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարում իհարկե բավական մեծ աճ են գրանցել եւ այսպես Հայաստանում գործող 18 բանկերից 14-ը ընդգրկվել են առաջին հարյուրակում 1000 խոշոր հարկատուների եւ նրանց գումարային հարկային վճարումները գերազանցել են 126 միլիարդ դրամը, ինչը նախորդ տարվա համեմատ շուրջ 70 միլիարդ դրամով ավել է։ Եվ այստեղ պետք է հասկանալ, որ բանկային ոլորտը այն ոլորտներից է, որը բավական թափանցիկ է եւ այս ոլորտի առումով պետք է առաջիկայում էլ ակնկալենք դրական տեղաշարժեր, այսինքն հարկային մուտքերի մասով ակնկալվում է, որ այստեղ եւս ավելացումներ կլինեն։ Մյուս կողմից իմ գործընկերների կողմից նշվեց հանքարդյունաբերության ոլորտը, իհարկե Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը պահպանում է իր առաջատար դիրքերը, սակայն մյուս այս ոլորտի մյուս ներկայացուցիչների մոտ որոշակի խնդիրներ, ինչպես դուք արդեն նշեցիք, անվտանգության խնդիրներ կան եւ ընդհանուր առմամբ պետք է նշել, որ այս ոլորտի ընկերությունները հիմնականում գրանցել են հարկային մուտքերի նվազում։ Այսպես Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից հարկային մուտքերը նվազել են 73 միլիարդ դրամով, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը 16.1 միլիարդ դրամով, իսկ Հեղուտինը 8 միլիարդ դրամով։ Եվ այստեղ իհարկե հարկ է նշել նաև սոտքի հանքավարի մասին, որտեղ կան նաև անվտանգային խնդիրներ, այսինքն ընդհանուր առմամբ առաջիկայում
հաշվի առնելով նաև արտաքին գործոններ, պետք է ակնկալել, որ այս ոլորտի հարկային մուտքերը ամեն դեպքում նվազման միտում պետք է ունենան։ Եվ այս առումով իհարկե նաև տնտեսության դիվերսիֆիկացիայի առումով էլ կառավարությունը մտածում է այս ճյուղը ինչ-որ այլ ճյուղերով փոխարինելու մասին, եւ այս առումով շինարարության ոլորտը կարող էր, այսպես ասած, լավ համապատասխան լինել, սակայն ինչպես արդեն տեսանք, այս մասով որոշակի խնդիրներ կան։ Մյուս կարևոր միտումը այն է, որ ցանկում ամեն դեպքում դիվերսիֆիկացիայի խնդիրը հաշվի առնելով, ամեն դեպքում տեսնում ենք, որ այս 1000 խոշոր հարկատուների ցանկում կան նոր ընկերություններ, այսպես 237 նոր խաղացողներ մտել են այս ցուցակի մեջ, եւ սա խոսում է այն մասին, որ ամեն դեպքում բիզնես միջավայրում այդ լճացման process-ը չկա, այլ ինչ-որ չափով այդ միջավայրը, դրական բարելավման ինչ-որ ցուցանիշներ է ցույց տալիս։ Եվ այստեղ, ինչպես արդեն նշվեց իմ գործընկերների կողմից, այստեղ կարևոր օրինակ մի քանի ընկերությունների նոր խաղացողների մասին կարելի է նշել, դա օրինակ Mobile Center Art ընկերությունն է, որը 28.5 միլիարդ դրամով աճ է գրանցել, արդեն նշված Wildberries ընկերությունն է 25.7 միլիարդ դրամով աճ է գրանցել եւ Pretty Way նույնպես նշվեց արդեն 24.8 միլիարդ դրամով էլի աճ է գրանցել։ Այս օրինակ Mobile Center Pretty Way ընկերությունների այս հարկային մուտքերի ավելացումը իհարկե նաեւ կարող է կապված լինել ռուս զբոսաշրջիկների ավելացումով, ինչպես արդեն նշվեց, իրենք գնում են այդ տեխնիկան, ինչ-որ կահույքը կամ օգտվում են հեռախոսներից եւ այս առումով այստեղ իհարկե առաջիկայում որոշակի, այսպես ասած, լճացման միտում կարելի է, ակնկալել, այսինքն այս տեմպով իհարկե առաջանցիկ աճ չի գրանցել։ Մյուս կարևոր ոլորտ իհարկե մեր պետության համար նաև ռազմավարական պետք է դիտարկել ՏՏ ոլորտը, որը պետությունը պետք է ամեն կերպ այնպես անի, որ ՏՏ ոլորտի ընկերությունները էլ ավելի աճ գրանցեն եւ նաև հարկային մուտքերի մասով, քանի որ եթե հաշվի առնենք մեր պետության այժմյան վիճակը, անվտանգության տեսանկյունից, արտաքին գործոնների տեսանկյունից, ապա երկու ոլորտ է, որը կարող է քիչ ազդեցության տակ ընկնել այդ գործոններից, դա բանկային ոլորտն է եւ ՏՏ ոլորտն է։ Այսինքն, եթե Աստված ոչ անի հաշվի առնենք ինչ-որ անվտանգային խնդիր լինի, ապա այս երկու ոլորտները այն նրանք են, որոնք կարող են հարկային մուտքեր ապահովել, քանի որ իրենք այնքան էլ կախված չեն, այդ երկու իմ նշած արտաքին գործոններից։ Եվ այստեղ պետք է նաև մի միտում եւս կարևոր նշել, դա այն է, որ ուղղակի հարկերը ընդհանուր հարկային մուտքերի մեջ բավական աճել են եւ ուղղակի հարկերը դրանք եկամտահարկը եւ շահութահարկն են եւ այս առումով դա կարելի է դրական միտում համարել, քանի որ սրանք այն հարկատեսակներ են, որը այսպես ասած գործատուները կամ մարդիկ փորձում են ճակատավոր թաքցնել։ Եթե անուղղակի հարկերը որոշակիորեն, օրինակ առևտրի ոլորտում ընկնում են, գնորդների վրա, օրինակ ավելացված արժեքի հարկը կամ ակցիզային հարկը, ապա ուղղակի հարկերը դրանք այն հարկերն են, որը ուղղակիորեն գործատուների կողմից վճարվում են։ Եվ այս առումով իհարկե պետք է նշել, որ այստեղ երևում է հարկային վարչարության որոշակի բարելավում։